Այս տարվա ծրագիրը հաստատված ընդգրկում է 22 հասցեներ 9 վարչական շրջաններում։ Միաժամանակ մեկնարկել են բոլոր աշխատանքները, ֆինանսավորումն իրականացում է Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից։ Այս ծրագրի ծավալի ընդհանուր երկարությունն է 9.4 կիլոմետր։ Նոր կոյուղատարա Հովհաննով Անդրանիկ Խաշմերուկից մինչև Մալացիա Թաղապետանի հետևի սեփական սեկրը։ Ամբողջ թաղամասին ինքը ոչ թե բավարար է, մի բան էլ ինքը գերազանցում այդ դրամաչափով։ Կծառայի կարելի ասել մի 60-70-100 տարի։ Սա տարիներով կուտակված խնդիրներ է եղել, որը որ հիմա լուծվում է։ Սա վարչական շրջանի համար շատ մեծ օգնություն էր։ Բուժական համայնք հանդիսանալով ունի վարչական շրջանի մի մասը, երբևիցե չի ունացել կոյուղակից։ Պարոն Ավինյանի այցից հետո քաղաքացիները դիմեցին, որպեսզի կոյուղագիծ կառուցվի, եւ արդեն առաջինը կառուցվեցավ 4.5 կիլոմետր։ Այստեղ մենք գտնվում ենք մի թաղամասում, որը ընդհանրապես իր ստեղծման օրից չի ունեցել կոյուղատար ցանց։ Մայրաքաղաքում այդպիսի հասցեներ 83-ն էին, վերջին 2 տարում քաղաքապետ պարոն Ավինյանի նախաձեռնությամբ մեկնարկեց չկոյուղացված թաղամասերի կոյուղացման ծրագիրը։ Արդեն 12 հասցեներում այդ 83-ից ունենք կառուցված մեծ ու փոքր ծավալի նոր կոյուղագծեր։ Դրանք այն հասցեներն են, որոնք ընտրել ենք Յոլաջուր ընկերության հետ, որպես անհետաձգելի վթարավտանգ վիճակ պարունակող հասցեներ։ Տարիների ընթացքում առաջիկա ես կարծում եմ այս լրջագույն ներդրումը կդառնա իրականություն մայրաքաղաքում եւ ուղղակի կենսապահովման այս կարևորագույն ոլորտը ջրամատակարարում, ջրահեռացում եւ մակերևութային ջրեր, որ ունեն լրջագույն կապիտալ ներդրումի կարիք, սկսեն աստիճանաբար բարելավել։